Ձեր թիմակիցներից շատ են Պարոն նախագահ, քանի որ Հայաստանի իշխանությունները, պարոն նախագահ, չեն արձագանքում Ալիևին, խուսափում են Ալիևին արձագանքելուց, հիմա Ալիևը հերթական պահանջների լեզվով է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, Արևմտյան Ադրբեջանի բնակիչների վերաբնակեցման մասին, ինչու արձագանքներ չկան Հայաստանի Հանրապետությունից եւ այդ կեղծ թեզերը ինչու չեն կանխվում այսօր։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարիչները չեն արձագանքում։ Մի բան կարող եմ ենթադրել, որ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը կամ դուր գան, որպեսզի նա ինչ ասեմ, բարի գործեր անի իրենց համար։ Ինչ գործեր։ Դե ինչ գործեր, չգիտեմ։ Երևի իրանք ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունում տեղյակ չի։ Իմիջիայլոց, երբ խոսում ենք իմպիչմենտի մասին, ձեզ որևէ ինչի է հետաքրում, բա ինչու է մեր դիրքորոշումը այդպիսին։ Ինչու։ Նախ ասեմ հետևյալը, որ 2021 թվականին ես երբեք եւ որևէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ ես շատ հստակ ասել եմ, որ ես խորապես համոզված եմ եւ իմ այդ համոզմունքը հիմնված է քաղաքական դաշտ եւ ժողովրդի տրամադրությունները ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում, հաղթելու է եւ դառնալու ենք մենք մասնակիցը կապիտուլյացիայի լեգիտիմացման եւ միջազգային հանրությունը մեզ հայ ժողովրդին մեղադրելու է այդ կապիտուլյացիայի համար, ասելու է, որ ժողովուրդը թեև կապիտուլացվել է Հայաստանը, բայց վստահում է այսօրվա կառավարիչին։ Ինչ եւ տեղի ունեցավ։ Մի տարուկես եւ մեր դաշնակիցները եւ մեր գործընկերները դրա վրա են հողում կատարում։ Հիմա եթե սխալ եմ ես կանխատեսել, ասեք սխալ եմ կանխատեսել։ Ես խնդրում եմ մի 3 հատ ջել ինձ տվեք, որպեսզի կարողանամ այդ բաները լսել։ Կասեք կշարունակեք բան անցնելու։ Թույլ տվեք շարունակեմ։ Հիմա մենք ասում ենք պաշտպանում ենք իմպիչմենտը, ելնելով հետևյալ հանգամանքներից։ Մենք, այսինքն ես նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը, առնվազն 5 տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների 1 օր ավել մնալը իշխանության վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Այդպես է, թե այդպես չի, ասել ենք, թե չենք ասել։ Խնդրում եմ, ասեք, եթե չենք ասել, ասեք չեք ասել, ասել ենք։ Իսկ այդ ինչ պատահեց, որ հիմա էլ ասում ենք, չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գա։ Լավ, ես ասեցի, 21 ընտրությունները շատ իրատեսական էին, ես իրատեսական չի, 21 եւ 2-րդ։ Դուք չէ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է պսակվել։ Բայց խնդիրը դրանում չի։ Այսինքն ասում եք ԿՊ-ից կմիանան հայ 18 հոգին։ Ախր թույլ չեք տալիս պատասխանեն ձեր իսկ հարցին, էլի թույլ տվեք խնդրում եմ։ Հիմա մենք կոնկրետ ես ինչ եմ կարծում։ Եկեք այս հարցին նաև երկխոսությամբ փորձենք պատասխանել, էլի։ Ինչ եք կարծում։ Հնարավոր է այս մի տարվա ընթացքում այսօրվա Հայաստանի կառավարիչները կատարեն մի քայլ, որը
շատերի համոզման, չեմ ասում բոլորի, վնասակար կլինի Հայաստանի համար։ Օրինակ, կարող է մի քանի ամիս հետո այս կառավարիչները մի թուղթ ստորագրեն եւ ասեն Հայաստանից հանում ենք ռուսական սահմանապահներին, Հայաստանից հանում ենք ռուսական բազան, մեր անվտանգությունը արդյոք դրանով կամրապնդվի։ Սա մի հանգամանք, դուք հատկապես դուք կարող եք դա քիչ հավանական համարել, չէ՞, բայց ավելի լավ, ուրեմն ես ճշմարտություն եմ ուրեմն ես ասում։ Իրանք Արցախ են հանձնել, պարոն Սարգսյան, ու ոչինչ տեղի չի ունեցել հետո։ Այդ մեկ, բա հենց այդ եմ ասում, որ տեղի չի ունենալու։ Վայ, ուշադիր հետևի, խնդրում եմ ասածից։ Երկրորդ, լավ, դա ուրիշները, ոչ այստեղ հավաքված լրագրողները կարող են համարել քիչ հավանական։ Իսկ ինչ եք կարծում, ավելի շատ հավանական է, թե հավանական չի, որ տեսանելի ապագայում, այսինքն ամիսների ընթացքում, այս կառավարիչները այդ ստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ ավելի հավանական է, չէ՞ որ դա կանեն։ Իսկ մենք գիտենք ինչ է այդ համաձայնագրում գրած։ Չգիտենք որևէ մեկս, ճիշտ է։ Իսկ հավանականությունը շատ է, թե քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասական ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Իսկ լավ, եթե այդպես է, այդ ստորագրելուց հետո նույնիսկ եղան ընտրություններ եւ ընդդիմությունը հաղթեց։ Ընդդիմությունը կարողանալու է շատ հեշտ ճանապարհով այդ համաձայնագիրը իջիկ դարձնել։ Բա հետո դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելու, այս բիտարյան գործության մատնվեցինք, մենակ սկսեցինք քննադատել սրանց։ 7 տարի է մեղադրում, պարոն Սարգսյան։ 7 տարի, բա տեսնում եք, շնորհակալ եմ համաձայն լինելու եւ ներողություն, միգուցե այս կետն էլ դուք քիչ հավանական համարեք, բայց կարծում եմ, որ հավանական է, չէ, որ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո Հայաստանի հատվածից էլ ինչ որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա լավ, էլի հաղթեցինք, ընդդիմությունը հաղթեց կամ մենք կարողանալու ենք դա ետ վերադարձնել։ Այսինքն դա լինելու է, չէ՞, ոնց են ասում, Հետուն Շարմազանով շատ ավելի լավ գիտի, կազուս բելի են ոնց որ թե դրան ասում, դա հիմնավոր պատճառ կլինի, չէ՞, եթե մենք փորձենք դա ետ վերադառնել ու Ադրբեջանը մեզ հետ, բա ինչ ենք անելու էլի, ասելու ենք դե ոչինչ, ջհանդամը, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ինչ է մի հատ անք լավ է, դել տանք պրծնենք, էլի մենակ իշխանափոխություն լինի, ես համաձայն չեմ այդ տեսակետին, այ մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք։ Իսկ եթե չստացվի, պարոն Սարգսյան, Բանոն թող չստացվի, բայց դա ինչ է։ Դուք ասում եք, Եթե այս փամփուշտն չաշխատի։ Ես ասեմ հետևյալը։ Կարծում եմ, գոնե այս վերջին ամսվա ընթացքում շատ ուշադիր եք եղել բոլոր հայտարարություններին, եւ հայտարարություններից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք են համակարգել։ Այսինքն մենք էլ տենց կողքից բան ենք եղել, էլի, հարսանքավոր ենք եղել, իրանք խավորն են եղել, մենք էլ հարսանքավոր ենք եղել։ Դե եթե իրանք կուզենան խավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատրաստ Հիմա ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունն է ավելի շատ մեծ, թե ցանկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչու ի վերջո այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում։ Ես կարծում եմ ձեր հասցեատերը ուրիշ է։ Դուք արդեն կասկածում եք, որ ես քանի անգամ հայտարարել, որ ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ եթե ազնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար։ Առաջին նպատակը իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից։
Ես ուրիշ ոչինչ բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի։ Քոչյանը դեմ չէ ստանձնել։ Ասեցիք թե ինչ է հավանական այս ամբողջ ընթացքում, այդպես ասեցիք։ Հիմա ընդդիմադիր խորհրդանում մեծությամբ երկրորդ ընդդիմություն ասում է իր այդ փաստարկների մեջ նշել էր նաև այն, որ իսկ կարող են ապահովել իշխող քաղաքացիական պայմանագրից այն անհրաժեշտ քանակը, որը պետք է միանա այդ նախագծին եւ կարողանան իշխել հաստատել։ Հիմա այսինքն հավանական եք համարում, որ ԿՊԻ-ից կմիանան այդ 18 պատգամավորը եւ կընդունվի նախագիծը։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհները սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ԿՊԻ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք։ Դե բայ թե մենք ԿՊԻ-ին ամբողջովին համոզենք։ Էլ ուրիշները ինչի են պետք, էլի չեմ հասկանում։ Անհասկանալի է։ Բացի դրանից, ես խնդրում եմ մեր, այսպես ասեմ, տարակարծությունները չսրել։ Մարդիկ ասել են, գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք։ Ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ընկերներից մեկն է ասում, ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը։ Հիմա տեխնացու կար, բայց այդ ստորագրությունը հետո Մարուկյանը մեռավ ամեն օր ասելով, որ եկեք միացեք։ Հենա, զանգում եք Արամ Համիջանյանին։ Հարցնեմ, երբ է ուղարկավորությունը։ Ինչ է նշանակում մեռա։ Նկատի ունեմ ջանքեր գործադրում շատ։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ես ներողություն, իրար դուք մի խանգարեք։ Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն արել։ Խնդրում եմ այդ հայտարարությունը նայեք, տեսեք, արդյոք այդ հայտարարությունը խոստանում է կամ կանխատեսում է կամ ինչ-որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ-որ մեկին առաջադրեն, այդ խմբակցությունը սատարելու է։ Տենց բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է քննարկելու են, քննարկել է եւ իր կարծիքը տեխնացուի մասին հայտնել է։ Ախր շատ բարձ process է։ Ասում եմ, եթե ուզում եք Նիկոլին հեռացնեք, հենա տեխնացու կա, հազիվ շանս է առաջացել։ Մարուկյանին համարում ժամանակավոր։ Հիմա այդ կլասիկին դեմ եք, ինչ չափանիշներ պիտի ունենա։ Մոդեռն տեխնացու եկող։ Ախր չափանիշը պետք է լինի նվազագույն բաներ, ես չեմ ասում հիմա իմ մոտ գրած է թե ինչ չափանիշների, բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Հասկացել է, որ սխալ է։ Դու թող հանգիստ նստի էլի, որ մենք իրան չենք տանում դատում։ Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել այս մարդը։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, կամ Խնդրեմ, Քոչարյանը, բա մենք հայտարարել ենք։ Այո, իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլը։ այո։ Բայց հենց Ռոբերտ Քոչարյանը գա Ով իշխանության։ ուզում է գա։ Ով ուզում է գա։ Այսինքն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատը լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։